Սարահարթի բժշկական ամբուլատորիայում շուտով վերանորոգման աշխատանքներ կսկսվեն։ Բուժկետի վերանորոգման խնդիրը տեղ է գտել պետբյուջետ մարզերին հատկացվող 5-րդ հրատապ ծրագրում։ Բժշկական կենտրոնի տնօրենն ասում է, որ բուժկետի վերանորոգման խնդիրը օրակարգում է արդեն երկար տարիներ։ Այստեղ անբարեկարգ պայմաններում տասնյակ տարիներ բուժօգնություն է ստանում Սարահարթ թաղամասի ամբողջ բնակչությունը, այդ թվում անկահասակ երեխաները։ Ստեփան Մոսինյանը նշում է, որ տարածքը կապիտալ կվերանորոգվի, կհարմարեցվի նաև սայլակավոր հիվանդների տեղաշարժի համար։ Կհիմնանորոգվի եւ ընդհանուր որակական ըստ չափանիշների այնպիսի տեսք ունենա, որը որ չի տարբերվի ներկայիս հիմնանորոգվող ամբուլատոր մասի յուրաքանչյուր ամբուլատոր տարածքից։ Եվ որպիսի 3 սենյական բնակարան ավելի հարմարավետ դառնա 4 բժշկի միաժամանակի աշխատանքի համար, նաև կառուցվածքային փոփոխություններ կարվեն։ Հաշվի կառնվի նաև նույն շենքի բնակիչների այն դժգոհությունը, որ նույն մուտքով հիվանդների ու շենքի բնակիչների ելնումուտն անհարմարություններ է ստեղծում։ Դրա համար նախատեսվում է շենքի ճակատային մասից նոր մուտք բացել։ Այն պետք է ինչ-որ չափով վերակառուցվի եւ հարմարեցվի սպասարկման, բուժ սպասարկման տարածքի, այսինքն դեռ ներքին հիմնանորոգման հարդարման աշխատանքներ կարվին, մուտքը հավանաբար կտեղափոխվի շքամուտքից դեպի անմիջապես դուրս, որ այցելուները կարողանան դրսից մուտք ունենալ դեպի բուժկետ, ոչ թե բնակիչների նման շքամուտքով։ Ալավերդու քաղաքապետարանն ավագան որոշմամբ այս տարածքն անժամկետ եւ անվարձահատույց տրամադրել է Ալավերդու բժշկական կենտրոնին։ Քաղաքապետն ասում է, որ այլ ավելի ընդարձակ տարածք չեն տրամադրել, քանի որ մեծ տարածք վերանորոգելու համար ավելի մեծ միջոցներ կպահանջվեր։ Սարահարթը դժվար չի ասենք, առանց շրջելու էլ մենք բոլորս էլ հիշողությունով եք արանք վերհիշենք ինչ տարածքներ կան շենքերի առաջի հարկերում բացվածքներ եւ այլ, որ բավականին մեծ ծախսեր է պահանջում, ինչ որտեղ նաեւ դրա հետ այն ինստիտուտը կապված, որ վերջնական ընտրությունը կանգ առնում գոյություն ունեցող տարածքի բարեկարգման ավելի լավ պայմաններ ստեղծելու վրա առաջ միգուցե տարիներ անց ավելի մեծ հնարավորություններ ունեն ընդարձակելու։ Բուժկետի վերանորոգումից հետո այստեղ բժիշկները նաև նոր գործառույթներ կիրականացնեն։ Ստեփան Մոսինյանն ասում է, որ մտադիր են Ալավերդու բժշկական կենտրոնի հին սարքավորումների մի մասը, որոնք վերանորոգումից հետո փոխարինվելու են նորերով, տեղափոխել այստեղ։ Նատալիա Ոսյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։